Բարև ձեզ, սկսում ենք 2025 թվականի ուսուցչական քննարկումների 4-րդ հանդիպումը, այսօր խոսելու ենք Ֆիբոնաչի հաջորդականությունից, Ֆիբոնաչիի հաջորդականությունից։ Ինչ է իրանից ներկայացնում Ֆիբոնաչի հաջորդականությունը։ Դա մի հաջորդականություն է, որ առաջին երկու տարրերը մեկ են, դրանից հետո ցանկացած հաջորդ տար նախորդ երկուսի գումարն, այսինքն երկուսը 1 + 1, հաջորդը կլինի 3, 1 + 2, սրա և սրա գումարը, հաջորդը կլինի 5, 2-ի և 3-ի գումարը, հաջորդը 8, 3 + 5-ն է, սրա հաջորդը կլինի 13, չէ, 5 + 8, և այսպես շարունակ։ Պարզվում է, որ այս հաջորդականությունն ունի շատ հատկություններ ու նաև բազմաթիվ օգտագործումներ։ Եկեք պայմանական նայենք ոնց է առաջացել Ֆիբոնաչի հաջորդականությունը, լեգենդա թե իրականություն չգիտեմ, բայց պատկերացնենք այսպես. կա մեկ զույգ նապաստակ, փորձ և էգ, զույգեր ունենք, մեկ զույգ, որոնք չափահաս են, ու ամեն տարի չափահաս զույգը ունենում է մեկ զույգ ձագ, բացի իր առաջին տարվանից, այսինքն նապաստակը ծնվելուց մի տարի հետո բան չի ունենում, ձագ չի ունենում, դրանից հետո ամեն տարի ունենում է մեկ զույգ ձագ։ Եկեք հաշվենք, թե քանի նապաստակ կլինի 10 ամիս անց։ Եվ այսպես ունենք մեկ զույգ նապաստակ, այդտեղ զույգ եմ ասում, որովհետև կենսաբանները կբողոքեն, որովհետև սերունդ տալու համար պետք է տղա և աղջիկ, չէ, նապաստակների մեջ լինի, այդ բանով։ Հիմա սա նոր ծնված նապաստակների զույգ համարենք։ Սկիզբը, առաջին ամսվա սկիզբը։ Հաջորդ ամիս նոր նապաստակ կունենանք, թե չենք ունենա, ինչ եք կարծում։ Ոչ, որովհետև առաջին ամիսը ոչ։ Որտև իրանք ջահել նապաստակներ էին, չէ, ոչ մի նոր նապաստակ չի ծնվի, կլինի էլի այս նույն զույգը։ Եկեք պայմանավորվենք, որ սենց ինչ-որ այլ մոլորակայինների նկար չլինի, եկեք նապաստակների զույգը այսենց փայտիկով նկարենք։ Հիմա սա երկրորդ ամսվա սկիզբն է։ Երրորդ ամսվա սկզբին ինչքան նապաստակ կլինի արդեն։ 2 Իրանք կային, չէ, քանի որ արդեն չափահաս նապաստակների զույգ է, կունենան մեկ զույգ նապաստակ։ 4 Չորրորդ ամսվա սկզբին ինչքան նապաստակ կլինի։ 3 Ոնց ենք որոշում, երկու զույգ արդեն կա, չէ, Բայց մեկը կարող է սերունդ ունենալ, մյուսը ոչ։ մեկը չափահաս է, մեկը երիտասարդ զույգ է, դրա համար կդառնա 3։ 5-րդ ամիսը կդառնա 5, բայց արդեն սենց մտքով հիշել, որ ինչքան է, մի քիչ դժվար է, չէ։ Եկեք սենց պատկերացնենք, 3 զույգ կա, չէ, բայց դրանցից որոնք ձագ կհանեն։ 2 զույգը։ Կզանեն նրանք, որոնք 2 ամիս առաջ դեռ կային, չէ։ Այս սրանց մեջ այս երկու հատն են, որոնք արդեն չափահաս են 5-րդ ամսվա սկզբում, ու մի հատ էլ նորը կար, չէ։ Այսինքն այս 3 հատը, 3 զույգը կավելանա այս երկու հատով, որտև երկու հատ չափահաս զույգ կա 5-րդ ամսվա սկզբում, կլինի 5։ Հիմա եթե նայենք 6-րդ զույգը, 6-րդ ամսվա սկիզբը, 5-րդ ամսվա ընթացքում կար 5 նապաստակ, չէ, 5 զույգ։ Դրանցից ավելանալու է քանի զույգ, քանի չափահաս զույգ կա, չէ, այդ պահին։ Իսկ չափահաս էին նրանք, որոնք 2 ամիս արդեն ծնվել էին։ Այսինքն այս 5-ի մեջ 3-ը չափահաս է, չէ, 2-ը նոր զույգ են։ Կլինի 5-ին գումարած այս 3, որ այս թիվն է հենց, նկարագրում է, որ 2 ամիս առաջ կային, 8։ 7-րդ ամսվա սկզբին նապաստակների քանակը հաշվելու համար 8 զույգին, չէ, որը կա
Տեսեք, ստեղ սատկելը չենք հաշվում նապաստակների։ Ավելանալու են այն նապաստակները, որոնք չափահաս են դրանց քանակով, չէ, դրանք բոլորը ձագ կունենան։ Իսկ դրանց քանակը 3 է, որտեղ չափահաս են այն նապաստակները, այն 5-ա կներեք։ 7-րդ ամսվա սկզբին չափահաս են այն նապաստակները, որոնք 5-րդ ամսվա սկզբին ծնված էին։ Այսինքն 8-ին կավելանա 5, 13։ Ինչպես տեսնում եք, այս օրինաչափությունը ցանկացած ամսվա համար կարող ենք կիրառել ամեն ամիս նախորդ ամսվա նապաստակների քանակին կավելանա դրանից ևս մեկ ամիսի առաջի քանակը, որը ցույց է տալիս, թե քանի չափահաս նապաստակի զույգ կա այս ամիս, չէ՞։ Այսինքն կլինի 21, 9-րդ ամսին կլինի 34, իսկ 10-րդ ամսվա սկիզբ կլինի 55։ Այսինքն 10-րդ ամսվա սկզբում կունենանք 55 նապաստակ։ Սա էլ հենց Ֆիբոնաչի հաջորդականության ծագումնաբանության մասին չգիտեմ իրական, թե օրինաց առասպելը, որ նապաստակները, եթե ունենք մի զույգ նապաստակ ու ամեն նապաստակի զույգ բացի իր ծնվելու առաջին ամսվա ընթացքից դրանից հետո ամեն ամիս մեկ զույգ նապաստակ է ծննդաբերում, ապա ամեն ամիս նապաստակների քանակը որոշելու համար զույգերի քանակը պետք է նայենք այդ համարի Ֆիբոնաչի հաջորդականության տարի արժեքը։ Եվ այսպես ինչպես է սահմանվում Ֆիբոնաչի հաջորդականությունը։ F1-ը հավասար է F2-ի եւ հավասար է 1-ի, ու դրանից հետո Fn+1-ը հավասար է Fn գումարած Fn-1։ Սա Ֆիբոնաչի հաջորդականության տալու նկարագրելու անդրադարձ բանաձևն է։ Կան շատ խնդիրներ, որոնց պատասխանը Ֆիբոնաչի հաջորդականությանն է գալիս։ Եկեք դիտարկենք մի քանի խնդիրներ։ Ունենք ճանապարհ, այսպես։ Քարերով անցնելու խնդիրն է, Չգիտեմ, քար որն եք ասում, երևի սարերով որ եք։ քարի վրայով մեկ քայլով կամ երկու քարով։ Ցածկին։ Սենց ունենք սար, այժմ ոչ թե սար, լեռնաշղթա։ Հիմա ունենք սենց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, եղավ 11, 11 հատ բլուր կա, ու այս բլուրի վրա մի հատ մեծ հսկա է կանգնած։ Մարդ չնկարենք, ու ինքը գալիս է առաջին սարի վրա, այսինքն հարձակվում է սարի վրա, ինքը այնքան մեծ է, որ կարող է սարի գագաթից գագաթ շարժվի, ընդ որում կարող է միանգամից երկու սարի գագաթ առաջ գնալ, այսինքն 1 կամ 2 քայլ է կատարում սարի գագաթի վրայով։ Հիմա հարց, քանի եղանակով է նա կարող հասնել առաջին սարին։ Ձևերի քանակը շատ է, օրինակ ամենաերկար ճանապարհը քայլերի քանակով, այսինքն 1-1 գալնա։ Սա մի ճանապարհ կլինի, չէ՞։ Խնդիրը մեկ անգամ եկը ձևակերպեք։ Քանի եղանակով է հնարավոր այս գագաթից հասնել այս գագաթը։ Եթե ամեն անգամ նա թռնում է կամ մի սարի վրայով կամ երկու։ Ամենաարագ ճանապարհը 2-2 գալն է, չէ՞, 2-2 5-2-ն հասնում է։ Էսի ամենակարճն է։ Կան շատ տարբեր եղանակներ, օրինակ սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց։ Կամ լրիվ ուրիշ եղանակ։ Այս զուգորդությունով չի կարելի։ Չէ, զուգորդություն չի լինում։ Այդ տարբերակների թիվը տալիս են Ֆիբոնաչիի թվերը։ Ստեղ զուգորդություն չեն կարող անել, որտեղ քայլերի քանակը փոփոխական է։
Այսինքն պիտի 10 ընդհանուր լինի, բայց քանի քայլի միջոցով 10, դա այդքան էլ պարզ չի, համար Դե զուգորդություն 10 հատից օրինակ երկու հատանոցները ու մի հատանոցները որ դնենք տենց հաշվենք։ բայց ինչ է հաշվենք։ Ի վերջո ցանկալը հնարավոր է բերել, բայց բնական չի դա։ Հա, հարմար չի, բայց Հաշվենք յուրաքանչյուր գագաթին հասնելու տարբերակների թիվը ու դրան գումարենք, էլի։ Եկեք լավ, սենց անենք, հետո օրինակ սկսենք սրանից, ստեղից հասնելու քանի եղանակ կա ստեղ։ Մի ձև, չէ։ Ստեղից հասնելու մի եղանակ կա։ Իսկ ստեղից երկու ձև եւ մեկ։ Մեկ կամ միանգամից երկու։ Երկու ձև, չի նշանակում, ինչ է նշանակում 1 կամ 2։ Երկու ձև, սա մի եղանակ, սա էլ երկրորդ եղանակը։ Եղանակների քանակն է։ Եթե ասեի քայլերի քանակը ինչ քանակ, ասեիք 1 կամ 2, նայած ոնց է գալիս։ Ստեղից երկու ձև կա։ Հիմա եկեք հաշվենք ստեղից քանի։ Ստեղից 3։ Ահա, ճիշտ է, մեր էս մի ձև, 3, սա երկու ձև, ձև։ սա էլ 3 ձև։ Այսինքն 3 եղանակ կա ստեղից գալու։ Ստեղից 5-ից 5։ 5, բայց եկեք մի հատ հատիկ հաշվենք, հետո նոր Մի հատ հատիկ գնում։ Սա 1, Հետո զույգ։ եկեք 2, արդեն սենց արեցի։ Եկեք հաջորդը սենց անենք 3, 4, Մի հատ էլ զույգ։ սա էլ 5։ 5 եղանակ եղավ, չէ։ Բայց հիմա Հաջորդը եկեք միացությունների Մյուսը 8 կլինի։ 8 կլինի։ եկեք դա վերլուծենք։ Միացությունները մեր համաժողովի ժամանակով էր Վարդուհու միացությունների թեմային գնացել։ Քչերը, չէ՞ ձեզնից։ Հիմա եկեք սենց խնդիր նայենք։ Մենք գնում ենք A քաղաքից B քաղաք։ Ճանապարհին ստեղ C քաղաքում ենք, ստեղ էլ D քաղաք կա։ C-ից B գնալու ճանապարհները 3-ն են։ Իսկ D-ից B գնալու քաղաք ճանապարհները 2-ը։ Քանի եղանակով են կարող A-ից հասնել B։ 6 գնալ չի կարելի։ Արտադրյալի սկզբունքով կգտնենք։ Ոչ, տեսեք, ինչ որ մեկ ասեց արտադրյալի սկզբունք, դա այստեղ չի աշխատում։ Արտադրյալի սկզբունքը աշխատում է, եթե երկու տարբեր բան պիտի ընտրենք։ Մի հատ պիտի գանք, որը մայքի ընտրությունը մյուսի վրա չի ազդում։ Ստեղ գումարման սկզբունքն է աշխատում։ Եթե սենց են գալիս 1, 2, 3, 3 ձև կա, չէ, եթե այս ճանապարհը ընտրենք։ Եթե այս ճանապարհն ենք ընտրում, Արդեն երկու ձև կա, սա կամ սա։ Այս դեպքում 3-ն ու 2-ը գումարվում են, որտեղ մենք ընտրելու ենք կամ սա, կամ էլ սա։ Այ արտադրյալի սկզբունքը կարողանանք ընտրել, եթե ասենք A-ից B ենք գալու, մի անգամ վերևով, մի անգամ ներքևով։ Քանի հնարավոր եղանակ կա։ Այդ դեպքում մենք երկուսն էլ պիտի ընտրենք, չէ՞, մի հատ սենց, մի հատ տենց։ Այդ դեպքում բազմապատկվում է։ Բայց այս դեպքում գումարվում է։ Այսինքն, այս C եւ B միջանկյալ դիրքերը որ ունենք, այս C-ից ոնց որ A-ից C եկան քանի ձև է հնարավոր շարունակել ու մինչև D եկանք D-ից քանի ձև է հնարավոր շարունակել։ Այդ տարբերակների գումարն է։ Հիմա եկեք նույնը ստեղ պրոյեկտենք։ 5-ից որ գալիս ենք կամ գալու ենք ստեղ, չէ, հետո շարունակենք։ Ստեղից շարունակելու քանի ձև կա։ 3, հենց այս արդեն հաշված թիվն է, այս 3-ն է։ Իսկ եթե գալիս ենք ստեղ 2 ձև, ճիշտ է։ Հիմա ինչ որ մեկը կարող ասի, բայց որ սենց են գալիս, հետո սենց, չէ։ Բայց սա լրիվ այլ ճանապարհ է, քան թե միանգամից սենց գալը։ Դրանք տարբեր ճանապարհներ են։ Դրա համար իրանք նույնը չեն լինում։ Այսինքն ստեղից գնալու 5-րդ գագաթից գնալու տարբերակների քանակը կլինի 5, որը ոչ այլ ինչ է, քան 3-ի եւ 2-ի գումարը։ Օրինակ, եթե 5-ից գալիս ենք ստեղ, շարունակելու 3 ձևերը գրենք։ 1, 2, 4-ից 2, հետո 1։ 3։ Այս 3 հատն է, էլի գումարում, ստեղից հետո 3 ձև կա, այսինքն ոնց որ 1, 2, 3, այս ձևերն են։ Իսկ եթե 5-ից գալիս ենք 2, այս մի ձև,
Էս էլ միանգամից են, չէ՞, էս էլ երկրորդ ձևը։ Այս տարբերակները իրար գումարվում են։ Հիմա եթե այս 5-ի վրա օրինաչափությունը չհասկանանք ոնց է, արդեն 6-րդ գագաթից գալու եղանակների քանակը բավականաչափ պրոբլեմատիկ կլիներ։ 6-րդ գագաթից կլինի 8։ Բայց արդեն սկզբունքը պարզ է, եթե գալիս ենք այս գագաթ, Եթե տեղից գա- 5 ձև կա, չէ՞ գնալու։ Եթե Իսկ գալիս եթե ենք գալիս ենք ներսը երրորդ գագաթ, 4 գագաթ 3 3 ձև, ահա։ Ուրեմն այս 5 հատի ու այս 3 հատի գումարը կլինի, որը 8 է։ Եվ այսպես շարունակվում է 34, 55, 89։ Այսինքն 11-րդ գագաթից առաջին գագաթ գնալու եղանակների քանակը 55 ամեն գումարած անգամ մեկ կամ 33, հա, չէ, 34, 34։ այո, 13 գումարած 21, 34, 21, 34, 55, 55, 89, ճիշտ է։ Այսինքն մի գագաթ էլ որ ստեղ ավելացնենք, կլինի 144։ 9 գումարած 55-ը։ Արդեն հատիկ 144 հաշվել չի լինի, չէ՞։ Միացրա զուգորդությունով լուծման օրինակին կգանք։ Կազմում են Ֆիբոնաչիի թվերը։ Հա, բա հենց այդ է, Ֆիբոնաչի թվերն է, որտեղ սկզբում տեսեք պայմանականորեն կարող ենք պայմանավորվել, որ ստեղից գնալու ձևերի քանակը էլի մեկ են։ Ինչ է, այսինքն ոչ մի բան չանել։ Իրանել, չէ, որպես տարբերակ նայենք մի ձև, այդ դեպքում երկուսը լինում է 1 + 1-ը հենց։ Այսինքն Ֆիբոնաչի հաջորդականությունը հենց սկզբից աշխատում է։ Այսինքն այս դեպքում պատասխանն է Ֆիբոնաչի հաջորդականությունը, բայց միշտ առաջարկում եմ ուշադիր լինել, կարող է մի հատով շեղված լինի պատասխանը։ Հիմա որտեղ ստեղացնենք 11 սարա, չէ, պատասխանը եղավ Ֆիբոնաչի հաջորդան 11-րդ թիվը, բայց եթե ասեր այս կամուրջներ են, կամուրջների քանակը արդեն 10 է, չէ՞ լինում։ Արդեն այս մեկը ոնց որ դուրս է թռնում, էլի, դրա համար պետք է մի քիչ ուշադիր լինել։ Հիմա մի հատ ուրիշ խնդիր, որ էլի սերտ առնչվում է Ֆիբոնաչի հաջորդականությանը, ունենք աղյուսակ, թող սա լինի 2, ինչքան որ ստացվի լավ, գցենք, փորձենք 10 չստացվի, որտեղ նախորդ խնդիրներ էր, չէ, ոնց որ 10 հատով նապաստակը։ Աստը մեկ եղավ։ 11 էլ ենք լուծել։ Փոխսենց լինի։ Հիմա տված է 2-ը 13 չափանի 2-ը 13-ի չափանի աղյուսակ ու պահանջվում է այն ծածկել ուղղանկյուններով այս տիպի, որը կարելի է նաև պարկացնել, էլի։ Այսպես։ Հարցը հետևյալն է, քանի հնարավոր եղանակ կա այս ամբողջ ուղղանկյունը ծածկել այս տիպի դոմինոներ եկեք իրանց ասած։ Դոմինո։ 1, 2, Հետո ուզում հատիկ հաշվի։ Չէ, պահանջը չի քանի հատ, այլ քանի եղանակով։ քանակով, այո։ Ոչ թե քանակը պարզ է, 13 հատ։ Որտեղ ունենք 2 անգամ 13, 26 վանդակ, չէ։ 26 վանդակը ծածկելու ենք դոմինոներով, ամեն դոմինո 2 վանդակ է ծածկելու, հետևաբար 13 դոմինո կօգտագործվի։ Բայց այդ 13 դոմինո ոնց ենք դնելու, այդ ձևերի քանակը հորիզոնական։ 2 անգամ 2-ից սկսենք։ Ահա։ Բարթուի դու էիր ասում։ Իսկ ինչի 2 անգամ մեկը չփորձենք։ Դե մի տարբերակ է, լավ, փորձենք։ Օրինաչափությունը տեսնելու համար շատ կարևոր ամենապարզ դեպքից սկսել, էլի։ 2 անգամ 1, 2 անգամ 1, ինչքան կլինի պատասխանը այս դեպքում։ 2,
մի ձև, չէ, ուզենք չուզենք, մի հատ այս ձևի ենք դնելու ու բրծնենք։ Այսինքն այս ձևքում պատասխանը 1 է։ Եթե դեմ չեք, ես վերևի մեր գծագիրը ջնջեմ։ Բայց պարոն Գոգյան, այստեղ հորիզոնական իրավունք չունեք դնելու, ինչու։ Հա, բայց որ դնեք ինքը չի ծածկի այս պատկերը, տարածքից պիտի դուրս չգանք, էլի, ծածկել նշանակում է ամբողջությամբ իրան ծածկել, դուրս Ես չգալ դրա համար էի հաշվում, ու վերադրումներ չլինեն, որ վերադրում եղավ, դա ծածկել չի կոչվում։ Հա, ճիշտ է։ Հիմա, այսինքն երբ որ ունենք 2-1 չափանի, այս այա, տարբերակների քանակը եղավ 1։ Հիմա, եթե ունենք 2-2 չափանի, Զումը ցավոք թույլ չի տալիս ինչ-որ բան կոպի անել, սա ծածկելու արդեն եղանակների քանակը կլինի ինչքան, նորով էր պատասխանում 4 Չին խոսողը, Ես նուն է, քանի ձև կլինի սա ծածկելու, Սա ծածկելու համար արդեն կլինի 3 եկեք ձևերը հերթով նայենք, որոնք կլինեն, 4 կլինի։ սպասենք արաքսիային տեսա, որ ասեց, արաքսիա, 4 եղանակները նայենք, առաջին եղանակը, դոմինոները ոնց ենք դնում, Երկարությամբ։ Հորիզոնական։ Մի դեպքը դա տեսի մի եղանակ, Դրեցին։ երկրորդ եղանակը նայենք, Էլի զուգահեռ, բայց հորիզոնական կարանք դնել։ երկու եղանակ։ նույն ձև, Չէ, ուղղաձիգ։ Չէ, ուղղաձիգ։ նեսի երկրորդի ձևը, երրորդ ձևը, Երրորդի ձևը Մեկը հորիզոնական, մյուսը ուղղահայաց։ մեկը սենց, այս վանդակը դատարկ մնաց, այս էլ 2 անգամ Չէ, ծածկվեց, տենց չեղավ Երրորդը չկա, 2 ձև է։ Կարևոր ընդամենը 2 երբ եղանակ, մեկը պիտի հավասար լիներ երկուսի, երկրորդն էլ է արդեն չէ, դե հիմա դուք ասում եք պատասխանը Ֆիբոնաչին է, դրա համար տենց պետք է լինի, չէ, մենք ուզում ենք հատկանանք սա Ֆիբոնաչի է, թե չէ, սա առաջին դոմինոն, սա երկրորդ, այսի առաջին եղանակը ծածկելու, չէ, դա էլ կլինի երկրորդ եղանակը ծածկելու, ուրիշ ձև չկա, դա բանցումը սենց առաջին վանդակը պիտի ծածկենք, չէ, եթե սենց ծածկեցինք, ուզենք չուզենք տակինը սենց է լինելու, սենց ծածկեցինք ուղղաձիգ, ուզի չուզի մյուսն էլ ուղղաձիգ է լինել, եղավ, ահան, հիմա այդ էլ գրենք վերևը, Ընկեր Գոգյան, քանի քայլից ենք հասկանում, որ Ֆիբոնաչի է։ Դե նայած տրամաբանությունը երբ ենք հասկանում, օրինաչափությունը, բայց առնվազն գոնե 3 հատ պետք է անել, որ հասկանանք օրինաչափությունը աշխատող է, թե չէ, որտեղ փոքր թվերի նախորդ եւ հաջորդ թվերի գումարն է։ Հիմա եկեք նայենք 2-3 չափանի։ Մինչև մենք չհասկանանք, թե ոնց է մեծ թիվը բերվում փոքր դեպքին, մենք չենք կարող էլի ասել Ֆիբոնաչի է, թե Ֆիբոնաչի չի։ Այստեղ 3 երևի, 2-ը 3-ի վրա։ Հիմա 3։ Էս էլ եկեք լավ, հատիկ հաշվենք ձևերը։ Առաջին ուղղահայաց դնենք, այդ մեկ դեպք։ 1 Ես կարմիր բանը բացեմ։ 3-ն էլ Եթե առաջին ուղղահայաց դրեցինք ստեղ, դրվի 3-ն էլ ուղղահայաց 2 դրեցինք։ հատ 3-ն էլ ուղղահայաց դրեցինք, 1 եղանակ։ Երկրորդ եղանակ Երկրորդը կարող եմ դնել Նորյան առաջ մի անցեք, որ ես հասցնեմ նկարելը։ Ահա, 2-ը հորիզոնական, Իմ ազգանը Գոգյանն է, բայց ես Վան Գոգի հետ կապ չունեմ։ Արագ նկարեմ։ հա, դուք ուզում եք ցույց տաք բոլոր եղանակները։ Հա, դե պետք է հետո հասկանանք դրանք ոնց են բերվում, էլի։ Լավ։
Հիմա Երեք սա ուղղահայաց։ ուղղաձիգ, Սա ուղղաձիգ երկու հատը կարանք հորիզոնական դնենք։ Առաջինը դրենք ուղղահայաց, այն երկրորդն ու երրորդը եթե երկրորդը ուղղահայաց տնենք, երրորդը էր, չէ, ուղղահայաց Էս լինելու վերևի Ահա։ դեպքը ստացվի։ Ես էլ 1 2 Հիմա նայենք Երրորդ։ եւս մեկ դեպք։ Առաջինը Ահա, չէ՞ որ երկրորդը առաջին ուղղահայաց էլ ձև չկա ուղղաձիգ։ առաջին երկրորդը հորիզոնական, երրորդը ուղղահայաց։ վերջինը Ահա։ Եթե առաջին վանդակինը էլ ուղղաձիգ չի կարող, չէ՞ լինել, այդ դեպքերը բոլորը նայեցինք։ Ահա։ Եթե առաջին վանդակինը վերևի ձախինը հորիզոնական է, ապա այս Երկրորդը վանդակինը ոնց կլինի, այս հորիզոնական, վանդակինը պիտի էլի բնականն է, այդտեղ հորիզոնական, էլի չէ՞։ Հորիզոնական, վերջի երրորդը ուղղաձիգ։ Ուղղաձիգ։ Հորիզոնական Ահա։ մի հատ էլ էլ կարանք ուղղաձիգ։ երկրորդը ուղղաձիգ թողնենք, առաջինն ու երրորդը հորիզոնական։ Չենք կարող։ Չէ, Չենք չենք կարել։ 3 եղանակ Առաջինը Տեսեք, չենք ուզում եմ կարող, արդեն լրություն, առաջինի տեսեք։ չենք կարող, 3 եղանակ առաջացավ։ Հա, Ժողովրդյան, սա ձայնագրվում է ու աղմուկ ա լինում, երբ որ բոլորդ խոսում եք։ Հիմա եկեք վերլուծենք։ Այս երկու խմբում, երբ որ առաջին ուղղաձիգ ծրեցինք, նկատում եք, որ այս մասը նույն այս երկուսն են։ Այո։ Այսինքն տեսեք, եթե առաջին ուղղաձիգ դնում ենք, ինչ ա մնում։ Երկու չափանի, որը պետքա ծածկել երկու դոմինոյով, չէ՞։ Ահա։ Նախորդ դեպքին ա գալիս։ Ահա։ Սա առաջին եղանակ, սա էլ երկրորդ եղանակ։ Իսկ երբ որ սա հորիզոնական դրեցինք, տակիննել ենք հորիզոնական դնում, մնում է սա, չէ՞։ Այո։ Ոնց որ այս դեպքը չի։ Ահա։ Որպեսզի հասկանանք արդյոք իսկապես օրինաչափսն աշխատում է թե չէ, եկեք մի չափ մեծով էլ անենք։ Սրա պատասխանը եղավ 3, չէ՞։ Հիմա վերջապես գանք 4 չափանին։ Ոչ թե վերջապես, այլ հուսով ենք, որ վերջինը կլինի։ Հիմա եկեք Բոլորը կարանք հորիզոնական ուղղաձիգ դնենք։ տնենք, առաջինը բոլորը եկեք ուղղաձիգ։ այս վանդակի անունը Դնենք ուղղաձիգ։ ավանդակ, չէ, անուն դնենք, անունը դնենք ավանդակ, այսինքն ավանդակն է։ Ավանդակը պիտի ծածկենք, չէ, ուզենք չուզենք։ Ահա։ Ինքը ծածկվելա կամ ուղղաձիգ դոմինոյով կամ հորիզոնական։ Հորիզոնական։ Հիմա եթե ուղղաձիգով ծածկենք, այս մնացածի մասին կարող ենք մի բան ասել։ Հիմա Նախորդի նման է, մնացածը նախորդի նման է դառնում։ ահա, Կարող 3-ը եք ասել, որ դա մյուսը։ համարժեքա այս 3 հատին, էլի։ Այո։ 3 հատ դոմինոյով պիտի ծածկենք, ձևերի քանակը վերևը Այսինքն հաշվել 3 ենք, եղանակ որից կմնա չհաշվենք։ այն մյուսին։ Այսինքն այս դեպքում 3 դեպք կա։ Այո։ Իսկ եթե ոչ թե ուղղաձիգ, այլ հորիզոնական, Եվ ավելանում է հորիզոնական դեպքեր էլի։ Բոլորը հորիզոնական չէ, դեպքեր։ չէ։ Հորիզոնական Թե սա հորիզոնական է։ Տակիններում ծածկենք երկրորդ Այն դեպքը։ լա հորիզոնական, Ուզենք սա լինելու է հորիզոնական, չէ։ Հա, երրորդը կլինի ուղղաձիգ։ Չէ, պարտադիր չի։ Մնացածը արդեն Այստեղ էլ հորիզոնական կարանք Մնացած լրացնել։ արդեն այս դեպքն է գալիս։ Երկրորդի դեպքն է։ Ահա, Կարող է լինել երկուսն էլ հորիզոնական, կարող այո, է եւ լինել կարող է երկուսն էլ լինել ուղղաձիգ։ Երկուսն էլ ուղղաձիգ։ Բայց այդ դեպքերը ստեղ են քաշվել, էլի։ ահա, Չէ, 4 ձև, 2 ձև կա։ Այսինքն 2-ը 4 չափանի դեպքում տարբերակների քանակը ինչքան եղավ։ 2 երեքի։ 5։ Եթե առաջին ուղղաձիգ է 3 ձև կա, առաջին եթե հորիզոնական է, տակինն էլ է հորիզոնական, մնում է սա, որը 2 ձև կա, չէ, 3 եղավ 5։ 5։ Հիմա եթե նայենք ոչ թե 5 Արդեն չափ, երևում է, որ Ֆիբոնաչի է։ հա, բայց տրամաբանությունը Բայց ընդեղ մենք լավ հասկանանք, ըհը, սենց ու սենց։ Հիմա եթե 5 հատ ունենք, 5 չափանյա, չէ, էլի,
Եթե առաջին վանդակը, այդ A վանդակ եղավ ուղղաձիգ, հիմա եթե փորձեք մնացած ստեղ վերլուծել, տակից դուրս չեն գա։ Բայց գիտենք, որ ստեղ ինչ ա մնում։ Սպասեք, ստեղ մի հատ բան լավ կողքա։ Այս է։ Այսա ծածկելու քանի ձև կա։ 5 եղանակ։ Այդ դա սա է, չէ, հենց սա է, այս 5 հատն է։ Այո։ Այսինքն եթե այդ առաջին ուղղաձիգա 5 եղանակ կա։ Այդ 5-ը հաշվեցինք։ Հիմա եթե սա հորիզոնական է, կարա տակինս այս վանդակը հորիզոնական չծածկվի, չի կարող, չէ։ Կարող։ Ուրեմն սենց պիտի։ Այսինքն նախորդ 3 հնարավոր տարբերակ։ Արդեն եկանք սրան, Ահա, եղավ որ 3-ը 5, 8-ը կլինի էսել, 8 եղանակ։ Այս դեպքն էլ սա է, չէ։ Այո։ 5 + 3, այսինքն 2 5 չափանին, Ահա, եղավ 8։ 8 եղանակ։ Հիմա եկեք 13 դեպքին գանք։ Ասենք սեն շարունակելով գնում ենք, տեսնենք, որ նույնը 13-ի դեպքում աշխատում։ Եթե այս առաջին վանդակը, A վանդակը, եթե ծածկենք այս սրանով, մեզ գալիս է այս 12 հատի, չէ, ծածկելու տարբերակների քանակը։ Ճիշտ է։ Իսկ եթե հորիզոնական դրվեր, կլիներ 11 հատի, չէ։ Եթե մի հատ սենց դնենք, դոմինո։ Ապա կգար այս 11 հատի։ Այսինքն 13 հատի ծածկելու ձևերի քանակը հավասար է 12 հատի ծածկելու ձևերի քանակը գումարած 11 հատի ծածկելու ձևերի։ 89-ի գումարած 144։ Չէ, ասած ենա, որ Ֆիբոնաչի այդ տրամաբանությունը աշխատում անկախ նրանից, թե ինչ չափանի է։ Կարևորը երկու տող լինի, էլի։ Հետևաբար ստացվում է Ֆիբոնաչիի հաջորդականությունը։ Ուղղակի մի հատով շեղված, տեսեք, ստեղ 1 2-ս է, 1 1 2 չի։ Այսինքն 13-ի պատասխան, սա Ֆիբոնաչի հաջորդական որ էլեմենտն է։ Առաջին։ Չէ, սա երկրորդն է, սա երրորդն է։ Երկրորդն է, նա երրորդը։ Ֆիբոնաչին սենց է, չէ՞, սկսվում 1 1 2 3։ Այո։ Մեր մոտ այս մեկը չկա, այսինքն 13-ի դեպքում պատասխանը կլինի Ֆիբոնաչի հաջորդականության 14-րդ էլեմենտը։ Այո։ Այսինքն պետք է հաշվել ու տեսնել դա որը կլինի։ Պարզ էր։ Դուք ասեցիք կարևոր էր ոնց որ կարևորը որ 2 հատ լինի։ 2 տող լինի։ Հիմա եթե 3 տող լինի սենց, սա զգալի բարդ խնդիր է դառնում։ Օրինակ հարց լինի սա քանի եղանակով է հեշտ հնարավոր ծածկել, սա բավականաչափ բարդ է։ Օրինակ կարող է սենց է լինի, չէ՞, սենց։ Տեսեք դուք չեք կարողանում կտրել մի կտոր, ասեք փոքր չափի է գալիս։ Ոչ մի ձև հնարավոր չի։ Օրինակ սենց, հենց արեցինք։ Այսինքն սա հնարավոր չի այդ անդրադարձ բանաձևերով հեշտ գրելու ձևով անել։ Պարզ էր, հուսով եմ ընկալեցիք։ Ինչա կատարվում։ Այո։ Հիմա բարդ ու հասած զուգորդությունների եղանակով։ Եկեք գանք այդ սարերի պատկերմանը։ Մեկ, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, Մեկ էլ 11։ Հիմա ստեղից գալիս է, չէ՞։ Ընդհանուր քանի բանը քայլ պետք է կատարի մեր հրեշը։ 10։ Չէ, 10 ճանապարհ պիտի անցնի, բայց քանի քայլ։ Չենք կարող ասել։ Կամ 10, կամ 5։
5 կամ 6 կամ 7 կամ 8 կամ 9 կամ 10 5-ից 10 քայլերը քանակը տարբեր է լինելու բայց ամեն դեպքում եթե օրինակ 7 երկարությամբ 7 քայլերը նայենք 7 քայլ է կատարում ամեն քայլի երկարությունը լինելու է մի սար կամ երկու սար չէ օրինակ նայենք մի սար եկավ 2 3 4 5 6 7 ճիշտ է ասենք գրենք սարերը 1 2 2 1 1 2 1 ճիշտ է Ու իրանց տեղափոխությունների քանակը էլի այն որ օրինակ գրում ենք բայց ինչ ոնց տեղափոխություն ոնց նայենք օրինակ այն որ գրում ենք 3 հատ 1-ով ու 4 հատ օրինակ 2-ով 3 4 7 հանիշ թվերի քանակը է Ցենց հատ չենք կարա բերենք այդ դեպքերը մի քիչ բարդ կստացվի բայց Դե հենց այդ է բարդ է ստացվելու էլի անդրադարձ չեն կարող անել բայց քանի որ դու ասեցիր հիմա դա անենք Հասնորեն 7 հատ քայլ է լինելու ընդհանուր երկարությունը անցած ճանապարհը 11 սար չէ կարող ենք ասել ուրեմն եթե 7 քայլով եկել է ուրեմն 4 քայլ լինելու է 2 երկարությամբ իսկ մնացած 3 քայլը 1 երկարությամբ Համաձայն եք Եթե 7 քայլ կատարելով 1 կամ 2 երկարությամբ անցել է իրականում 10 ճանապարհ է, չէ՞, ոչ թե 11, մի քիչ լավ չգրեցի ուրեմն։ Եթե 1-եր ու 2-ներ ունենք 7 հատ, որոնց գումարը 10 է, ուրեմն 3 հատ 2 ունենք։ 3 հատ 2, 4 հատ 1։ Հիմա դրանց տեղափոխություններն են, չէ՞, բոլոր 7 քայլանոց տարբեր ճանապարհները։ Հա։ Դրանց քանակը կլինի զուգորդություն 7-ից 3-ական։ 7-ից 3-ական։ Բայց եսի միակ ձևը չի ցավոք սրտի։ Իսկ եթե 8 քայլով է գալիս, ուրեմն քանի հատ 2 պիտի լինի։ Կամ 4 8 քայլ, ճանապարհը 10։ 2 հատ 2 պիտի լինի, չէ, 2 հատ ավել պիտի անցնի։ 2 հատի 2, հա։ 2 2 մնացածը 6 հատ 1։ 6 հատ 1։ Ահա։ Հիմա այսքան սա մի ձև, սա ուրիշ ձև։ Սա ուրիշ է։ Դες ձևերի քանակը ինչքան կլինի։ Դե 8-ից 2 ական։ 8-ից 2։ Հիմա եթե 9 հատով լինի 9-ից 1-ական, տեսեք 9 քայլ է լինելու, չէ՞։ Եթե բոլորն էլ 1 լինեն 9 կստացվի, բայց քանի որ 10 է անցնելու, ինչ որ մեկը պիտի 2 լինի։ Այսինքն լինելու է Մի հատ 2, 9 հատ 1։ Հա, մի հատ 2, 9, 8 հատ 1։ Հա, 8 հատ 1։ 9-ից 1։ Եթե 10-ը քայլ է 10-ից 0։ Էսի նույն 10-ից 10-ն է, էլի գիտեք, չէ՞։ Ու այս բոլորը պիտի գումարենք։ Հա, C6-ից 4, սա եթե 6-ը քայլով է, այդ դեպքում պիտի լինի սենց 1 1 4 հատ 2։ 5-ից 5 C5-ից 5-ն էլ դե 5-ը քայլով է, եթե բոլորը պիտի 2 լինեն, չէ՞։ Այսինքն սա է լինելու։ Ֆիբոնաչի հաջորդականության 11-րդ էլեմենտը հավասար է C 10-ից 0 գումարած C 9-ից 10-ից 1 գրեցիք, Արոն Գոգյան։ Այս մեր մոտ 10 բանն որն էր լինելու, հա, ճիշտ ենք անում։ C8-ից 2, C7-ից 3, գումարած C6-ից 4, գումարած C5-ից 5։ Հիմա Ես ելի կարա՞նք կհաշվեք ինչ որ ձև։ Բայց եթե լինի F25-ը հաշվելը, նույն օրինաչափությունը աշխատում է։ 24-ից։ F24-ից 0։ Տեսեք, այս տրամաբանքրեսա, եթե մի քայլ քչացնում ես, պիտի երկուսնոց քայլը մեկով շատացնես։ Այս Նյուտոնի են ինչ էր անտերի անում։ Նյուտոնի բինոմ։ Երկանդամը չէ, ստեղ կիրառելի չի։ Երկանդամը։ Կիրառելի չի, որտեղ Նյուտոնի երկանդամում այս տակի բոլոր թվերը նույնը պիտի լինեն։ Այո։ Դե չէ որ նույնը լինենք, ստացվեր 2-ի NH ջան, էլի։ Ահա։
Այստեղ Ֆիբոնաչի թիվն է ստացվում։ Ահա, Բարձ էր։ ահա։ Իսկ փակ բանաձև ստանալ Ֆիբոնաչի հաջորդականության էլեմենտի համար, որը 1 + արմաթինգի կեսի n աշճան հանած 1 - արմաթինգ երկրորդի n աշճան բաժանած արմաթինգն է, ինձ թվում է կարիք չկա, չէ՞։ Էսի բավականաչափ բարդ է, բանաձևը կարող եք իմանալ, բայց ապացույցը տրիվիալ չի, էլի։ Չխորանանք սրա մեջ։ Ինքը գծայնություն, համասեռություն, երկրաչափական պրոգրեսիաների գծային կոմբինացիա, բան էլի, տենց բաներ օգտագործում, եկեք չխորանանք դրա մեջ։ Այդ բանաձևը երբ ենք օգտագործում։ Սա ուղղակի կարելի է իմանալ, բայց օգտագործել առանձնապես կիրառելի չէ, որտեղ 1 + արմաթինգ երկրորդի աստիճան ոնց է քաշվելու, ռեալ չի, բայց սրա միջոցով կարող ենք անել հետևյալը, հասկանանք, որ Ֆիբոնաչի հաջորդականության երկու հաջորդական էլեմենտների անդամների հարաբերությունը ձգտում է 1 + արմաթինգ երկրորդի Ոսկե հարաբերակցության։ հա, որի հակադարձը Ոսկե հարաբերակցության։ ոսկե հատույցն է, էլի։ Ֆին։ Եկեք սա օգտագործելով դա տեսնենք։ Ուրեմն Fn-ը Լոգյանից ծրագրով եք աշխատում։ Սա Zoom-ի։ է ծրագրով է։ Ինչ գրատախտակա։ Zoom-ի գրատախտակն է սովորական։ Լավ։ Ուղղակի գրաֆիկական տաբլետով եմ գրում։ Հանած 1 - արմաթինգ, Որովհետև լավ եք գրում։ այս թվում է շատ վատ է ստացվում ձեռագիրը։ Բաժանած արմաթինգ, Ասում դրա համար զարմացա։ Fn + 1-ն էլ կլինի նույնը համարիչում Հիմա եթե սենց գրենք ու հաշվենք Fn + 1 բաժանած Fn-ը, համաձայն եք, չէ, որ արմաթինգերը կկրճատվեն։ Այո։ Համարիչում կլինի 1 + 5 արմաթինգ երկրորդի n + 1 հանած 1 - արմաթինգ երկրորդի n + 1 բաժանած 1 + արմաթինգ երկրորդի n հանած 1 - արմաթինգ երկրորդի n աշճան։ Եթե լիմենսն էլ հաշվելուց լավ եք, միանգամից պիտի հասկանանք, այս համարիչից սրա չփոխցեի, Սահմանը որ հաշվենք, հա։ սրանից ու սրանից ո՞րն է գլխավորը։ Գումարը։ Առաջինը։ 1 + արմաթինգ երկրորդը, տեսեք, մոդուլով 1-ից մեծ է։ Արմաթինգը 2 ինչ-որ թիվ է, չէ։ Գումարում ենք 1 3 ինչ-որ թիվ, բաժանում ենք 2-ի, 1 ու 6-ի կարգի է ստացվում։ Իսկ 1 - արմաթինգ երկրորդը մինուս 0.6-ի կարգի է։ Որ աստիճան ենք բարձրացնում, մեկը 1 ու 6-ի մեծ աստիճան, մյուսը մինուս 0.6-ի աստիճան։ 0.6-ի աստիճանը ձգտելու է 0-ի, չէ։ Այս մեկն է։ Իսկ 1 + արմաթինգ երկրորդի աստիճանը ձգտելու է անվերջի։ Այո։ Դա համար օգտվելով մեր գիտելիքներից առաջինից ընդհանուր ենք հանում համարիչից 1 + արմաթինգ երկրորդի n + 1 աստիճանը անգամ կմնա 1-ից հանած 1 - արմաթինգ բաժանած 1 + արմաթինգի n + 1 աստիճան։ N երկրորդները կկրճատվեն հայտարարների։ Ու սա բաժանած լինում է 1 + արմաթինգ երկրորդի n աստիճան, նույն ձևից տեղ անգամ տեղ էլ կտա 1-ից հանած 1 - արմաթինգ բաժանած 1 + արմաթինգի n աստիճան։ Հիմա կարևոր դիտարկում։
Այս փակագից ինչի կձգտի։ Զրո։ Զրոյի, չէ։ Այո։ Մոդուլով 1-ից փոքր թվի, մեծացումը սա էլ կձգտի զրոյի։ Կմնա 1։ Ուրեմն, այդ փակագծերը Փակագծի։ կձգտեն մեկերի, չէ։ Իսկ մյուս կողմից սա, ասեք կանաչ նշենք, այս սա n աստիճանով կկրճատվի սրա հետ, չէ։ Այո, եւ կմնա 1 պլյուս արմաթին երկրորդ։ Սա կտա 1 պլյուս Արմաթին երկրորդ։ արմաթին Երկրորդ։ այս պլյուս 1-ն է, էլի։ Պես բանաբերում։ Հա, հասկանալի է։ Սա էլ ոսկի հատույթի թիվն է, չէ։ Սա է թե սրա հակադարձը չեմ հիշում։ Ոնց են սահմանում, բայց իմաստը է դա։ Չէ, էտա 3 ու 2-ը 2-ի բաժանենք 1 ու 6։ Այսինքն ինչքան մեծացնենք, այդքան մոտիկանալու։ Եկեք մի հատ հաշվենք F10 բաժանած F9-ը։ F10 ինչքան էր։ F10-ը 89 բաժանած 55։ Մեկն ու մեկը հաշվիչով կհաշվեք մի հատ։ 9 բաժանած 55։ 1.60 618,000 իսկ 1 պլյուս արմաթին երկրորդը, որը ֆիով ընդունված նկարշակել է։ Արմաթինը 3.2 1.618 նորից հարաբերած 2-ի ենի։ Տեսեք F10-ը արդեն 3 բանը ստորակետից հետո 3 նիշի տրշտությամբ նույնն է շերը արդեն իրար հետ համընկան։ Այդքան արագ է էլի հարաբերությունը մոտիկա։ Լավ, դեկեք որ տենց չալարեցինք F6 բաժանած F5-ն էլ հաշվենք։ 1 1 2 3 5 8 5-րդն է, 1 ու 6-ա։ 8 5-րդ, 1 ու 6։ Իսկ F7 բաժանած F6-ը 13 8-րդն է։ 625։ Էսի մի քիչ մեծ է։ Ահա, բայց ամեն դեպքում տենում եք, արդեն 10-րդ համարից սկսած հարաբերությունը ինչքան մոտիկա 1+5 արմաթին երկրորդի։ Եղավ, հուսով եմ օգտակար էր, հարցեր կան։ Չէ, հարցեր կա։ Ինչ։ Հարց չկա, պարզ է։ Պարզ է։ Դե եթե չկա 126 հոգի եք, եկեք անջատենք ձայնագրությունը, իրար հաջողություն մաղթենք։